Տեսեք, տնտեսությունը արդեն Իրանը թելադրում է, այսինքն նույնիսկ այն գործարանները, որոնք կապված են ներկա կառավարության հետ, իրականում ավելի շատ գործնեությունը ծավալում են ԵՀԱՏՄ տարածաշրջանում, քան ԵՄ երկրների հետ, որովհետև ինչ քաղաքական հայտարարություններ լինեն, տնտեսությունը այլ բան է թելադրում։ Այսինքն, ստեղ ոչ միայն մենք ունենք մեր ապրանքի նոր շուկայի գտնելու հարցը, որը խնդրահարույց է, որտեղ ԵՄ շուկան ճիշտ է, ասենք, ԵՄ ջատագովներ ասում են, որ ավելի մեծ է, քան Եվրասիական տնտեսական շուկան մի քանի անգամ, որը թղթի վրա ճիշտ է, սակայն Եվրոմիության շուկան ավելի գերհագեցված է, այնտեղ առկա են թաքնված տարիֆային համակարգեր, ստանդարտիզացում, ինչպես նաև ահռելի տրանսպորտային ծախսեր, որոնք, ասենք, եթե կարողանանք ասպես ասած հաղթահարել, մեր լորիկը 3-4 անգամ ավելի թանկ կլինի Եվրոմիության շուկայում եւ ոչ վերցունակ կլինի այդ գերհագեցված շուկայում։ Իրականությունը այն է, որ Եվրասիական տնտեսական միության շուկան Հայաստանի տնտեսության համար հարմար է, սակայն սա ասելով չպետք է, այսպես ասած, մոռանալ, որ մեր տնտեսությունը պիտի դիվերսիֆիկացվի եւ հիմնականում նոր շուկաներ գտնի ոչ թե Եվրոմիությունում, որ ունի իր ուրույն խնդիրները, այլ միջին արևելքի շուկաներում։